Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին վերսկսում ենք նոր եթերաշրջանում արդեն հարցազրույց Միքայել Մելքումյանի հետ խորագրով մեր հեղինակային հանդիպումը մենք գիտենք, որ հանրապետությունում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, մենք կենտրոնանանք այսօր մասնագիտական քննարկումների վրա, տնտեսական, սոցիալական հարցերի, տնտեսության տարբեր ճյուղերի եւ իհարկե մեր տաղավարի հյուրերն են լինելու նաև եւ մասնագետներ եւ քաղաքական գործիչներ եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Այսօր ես սիրով ուրեմն մեր տաղավար եմ հրավիրել Աշոտ Հարությունյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախկին փոխնախարար։ Հիմա այդպես նախարարություններ չկա, որ մենք ասենք այդ ոլորտի, պարոն Հարությունյան, մինչ հաղորդումը սկսել ես ուզում եմ, մենք գիտենք, որ տարբեր քննարկումներ ենք ունենում, այսպես ասեմ, որ ըստ երևույթին մենք մեր հաղորդումներում քննարկենք այն, ինչ որ մյուս հաղորդումներում չեն քննարկում։ Այսինքն դուք տեսնում եք, որ հանրապետության տարբեր ուրեմն ԶԼՄ-ներում, տարբեր տաղավարներում, եթերներում, ասենք օրակարգ է թելադրվում իշխանությունների կողմից, ասենք ինչ որ մի գործընթաց է գնում, մեկ էլ բոլորը սկսում են քննարկել այդ ներկայացրած թեզը, մենք քննարկենք, մենք պետքա թելադրենք օրակարգ, քննարկենք այն հարցերը, որը մեր հետաքրքրությունների եւ մեր հանրության ու ժողովրդի հետաքրքրությունների տիրույթում է։ Այլապես ստացվում է, որ սպասում ենք, թե ինչ թեզ պետք է գցվի ուրեմն շրջապտույտի մեջ եւ հետո բոլորը նույն բանը ասում են եւ մեր հանրության համար դա այնքան էլ հետաքրքիր չի լինում։ Եվ այսպես, քանի որ դուք գյուղատնտեսության ոլորտի փորձառու մասնագետ եք եւ նաեւ մենեջեր եք, Պարոն Հարությունյան, եկեք նայենք գյուղացու աչքերով, այսինքն գյուղական համայնքների մեր համաքաղաքացիների աչքերով, վերջի ընդունենք այսպես 10 տարվա ընթացքում, վերջի 15 տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել եւ այսօր ինչ հանգրվանի է եկել, այսինքն մարդը գյուղացին դրական սպասումներ ունի իր տարիներով հմտությունները եւ կարողությունները կիրառելու առումով, որտեղ իր հմտությունը ըստ երևույթին տասնյակ տարիներով իր ուրեմն պապերից, իր հայրերից եկած այն մասնագիտական որակներն են հողի հետ աշխատելու, մշակաբույսի հետ աշխատելու, արտադրանք տալու, հետո դա իրացնելու եւ բնականա եկամուտ ստանալու։ Եկեք այդ ցիկլը, այդ շղթան մենք մի հատ պատկերացնենք։ Այսօր գյուղացին ուր է հասել, ինչ սպասելիքներ ունի, ինչ պայմաններ կան։ Հետո արդեն կանցնենք շատ կոնկրետ ուրեմն իրավիճակների։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար եւ իմ բարեմաղթանքը, որ տարին եթերաշրջանը նոր է բացվել, ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման, եթերներ լինեն տնտեսական զարգացման եւ համախմբման։ Դա իմ մաղթանքը եւ տեսեք, դուք ասում եք վերջին 10-15 տարիները ես փորձեմ մի փոքր էլ ավել հետ գնամ, որովհետեւ եթե վերլուծում ենք, փորձելու ենք ինչ-որ գնահատական էլ տանք, որ ավելի օբյեկտիվ ստացվի։ Երբ որ 90-ականների սկզբին տեղի ունեցավ արդեն նոր շուկայական հարաբերությունների անցումը, կոլտնտեսությունների լուծարում, պետական տնտեսությունների լուծարում, հողի սեփականաշնորհում եւ ընդհանրապես, տեսեք, թվում էր, թե ամեն ինչ նորմալ էր, ամեն ինչ ճիշտ ունով գնաց եւ այդտեղ էլ արդեն խնդիրներ ունեցանք, ոչ ճիշտ սեփականաշնորհման, ոչ ճիշտ բաշխման, ճիշտ է սկզբնական տարիներին մարդիկ ունեցան բավականին բարձր բերք, նախկինում ճիշտ մշակության, պարարտացման, բայց հետագայում տարեց տարի թուլացավ հողի հզորությունը, մասնագիտական կարողությունները թուլացան, երբ որ գյուղում է մարդը ապրում, հող է մշակում, չի նշանակում, որ ինքը տիրապետում է այդ մշակության տեխնոլոգիաներին։ Եվ կամաց այգիները շարքից դուրս եկան, այդտեղ կային նաև այլ պատճառներ, մթերման սխալ կազմակերպում, իրացման սխալ կազմակերպում։ Այսինքն ներողություն կարելի ասել, որ նաև մոտիվացիան գյուղացու թուլացավ, մոտիվացիան, այսինքն ես մյուս կողմից եւ դրա վրա ազդեցություն ունեցավ ձեր ասած, որ եկամուտները քչացան, միգուցե վերապատրաստումներ էր պետք կամ հմտությունների այդ որակների մասնագիտական աճ էր պետք, որը չեղավ այդ թվում, որովհետև հիմնականում տեսեք տեխնիկան սկսեց մաշվել է շարքից դուրս գալը, եթե սկզբնական շրջանում քիչ ծախսատար էր, հետո ծախսերն ավելացան, եկամուտը նվազեց
ու կամած գնաց նրան, որ այն իներցիայով ինչ կար, թուլացավ եւ եկավ կանգնեց մի տեղ ոչ միայն եկամտի առումով, նաեւ տնտեսության վարման առումով արդեն սխալ գնաց, որտեղ ժամանակին տնտեսությունները գումարներ էին ծախսում, օրինակ մելորացիվ աշխատանքներ էին կազմակերպել, որպեսզի դաշտերի միջև եղած հատվածում քարեր կային, թմբեր կային հեռացնեն, որ մեծացնեին մշակովի տարածքը, արդյունավետությունը բարձրանար, եւ հակառակը գնաց նորից սկսեցին քարերը մաքրել, սահմանազատում անել այդ ձև ու գնաց նորից այդ ինչի համար եմ ես ասում գյուղատնտեսությունը պահանջում է խելամիտ, տքնաջան աշխատանք ու միշտ չէ որ դուք տվյալ տարվա դրած ներդրումները 1-2 տարում կստանաք եւ որովհետեւ շատ կապված է բնակլիմայական պայմաններ այդ իսկ պատճառով տնտեսությունը պետք է վարվի գրագետ, մոտակա, միջին եւ հեռաժամկետի մասին է խոսքը եւ երբ որ գանք արդեն դեպի 2010 թվականներին սկսվել էր պետության կողմից աջակցության ծրագրերը սերմածուի, պարարտանյութի, դիզվառելիքի տեսքով սուբյեկտիվիզմը չեն քննարկում, տնտեսության առումով ենք ասում, որոշ դրական արդյունք տվեց, որտեվ 10 թվականին 2000 կար մի պահ, որ բավականին լուրջ սերմացուի խնդիրներ կար որակով։ Իսկ արդեն ես գամ այն ժամանակահատվածը, երբ որ ես արդեն նախարարությունում ստանձնեցի որոշակի պաշտոններ 15 թվականից սկսած վարչության պետ, հետո փոխնախարար, հանձնարարությունը մենք ստացանք եւ կառավարության որպես ծրագիր եւ նախագահականից իջեցված հանձնարարություն, որ պետքա մոտակա 5 տարիներում արդեն երևա նշмарվի այն ինչին մենք ձգտում ենք։ Ճիշտ է, իդեալականին առաջին 5 տարում չէինք հասնելու, բայց պետք է ցույց տանք, ապացուցենք, որ ուղին ճիշտ է, տնտեսավարման ձևը ճիշտ է եւ ծրագրերը մոտակա միջին հեռագա ճիշտ է կազմված։ Վարդան Հարությունյան, մի քիչ որ ավելի նորից գանք հողի վրա գյուղացու մտնենք տնտեսություն, ասենք գյուղացիական տնտեսություն, ինչ եք կարծում, մեր գյուղացիները ընդհանրապես տարեց տարի ավելի հողի հետ աշխատող ես մեր համակարգացների մասն եմ ասում, արդյոք նրանք չեն ծերանում տարիքային առումով, ասենք երիտասարդները չեն ուզում զբաղվեն տարբեր պատճառներով, որտեվ գյուղական բնակավայրում ապրելը դա մենակ հողի հետ աշխատանքը չի, դա պետք է մի քիչ որոշակի բարեկեցիկ, չգիտեմ, ճանապարհներ լինեն, մշակույթի օջախներ լինեն, կյանք լինի եւ այլ, ինչ եք կարծում, այս դինամիկայի մեջ վերջի ձեր ասած 20-25 տարվա եւ վերջո գյուղից հեռանում են, թե այդ հեռանում են, հետո հետել են գալիս, ձեր դիտարկումները ինչ է ցույց տալիս։ Տնտեսության առումով 2018 թվականից սկսած ասում եմ օր առավոտվանից է երևում, էլի։ Արդեն այդ զգացվեց, որ կոնկրետ արդեն խոսակցությունները նախարարության փակելու, հետագայում արդեն փաստացի փակելու, լուծարելու հազարատ հարցեր կա, ցույց տվեց, որ արդեն ի սկզբանե սխալ ուղի է որտեղ գրած։ Պատերազմող երկիրը տնտեսության ամենակարևոր այսօր բարենային ապահովության խնդիր կարգավորող գերատեսչությունը քանդվեց, փակվեց, լուծարվեց։ Իսկ դա արդեն ինչու՞ չէ նաև ճիշտ քաղաքականության մշակելու եւ իրականացնելու արդյունքում պետք է գյուղի բնակը ունենար ձեր ասած մոտիվացիան ոչ միայն մշակութային, այլ սոցիալ-տնտեսականով էլ, որ մարդը եկամուտ ապահովի, որ շատ բարի, ներողություն, որ ընդհատում եմ, որ միտքս էլ տեսեք, պահեք ձեր միտքը, եկեք անկեղծ խոսենք, մենք նայում ենք թվերին եւ այլն, ոնց որ թե այս վերջի տարիների ընթացքում գյուղական բնակավայրերում ավելի շատ դպրոցներ են կառուցում, ավելի շատ դպրոցներ կամ մանկապարտեզներ են վերանորոգվում, ավելի շատ գյուղամիջյան ճանապարհներ են, այդպես է թե չէ։ Այդպես մենք նայում ենք, լսում ենք, կա վիճակագրություն, օրինակ ես չեմ ուզում բոլոր գյուղական վայրերի մասն ասեմ, Արմավիրի մարզի հետ կապված եւ այլն։
այդպիսի գործընթացներ կան, թե չկա։ Մենք պետք է անկեղծ խոսենք։ Պարոն, տեսեք, որ ասում են գյուղի սոցիալ-տնտեսական զարգացում, կոմունիկացիաները մեծ նշանակություն ունեն, մասնավորապես ճանապարհները։ Բոլորն էլ ուրախանում են, որ նորակառույց ճանապարհ կա եւ բայց, մեծ բայց կա։ Ինչի հաշվին։ Այդ ինչի հաշվին է, երբ որ մենք խորանում ենք, գյուղի այն հոգին, գյուղի այն շեն լինելը չկա։ Տեսեք, փորձեմ օրինակը ասում եք դպրոցներ են վերակառուցվում, կառուցվում, բայց ումա պետք այն զենքը, որը չունի փամփուշտ։ Այսինքն, երբ որ պետք է դպրոցը կառուցվի, գույք լինի, բայց ուսուցում չլինի, հայեցի ուսուցում չլինի, հայեցի կրթություն չլինի, դաստիարակություն չլինի, հա, ինչի այդ ասածը գնում է արդեն նյութականի, իսկ նյութականի առումով էլ այսօր գյուղում մարդիկ այսօր կոնկրետ կատարած աշխատանքը ես երեքել տարբեր տեղեր այդ արդեն խոսույթը օգտագործում եմ, որ կոնկրետ հերոսություն է, որտեղ ռիսկերը առանց կառավարելու մարդիկ անորոշության մեջ չգիտեն որտեղ պետք է իրացնեն բերքը, որտեղ պետք է վաճառեն, չկա ծախսերի ապահովագրման համակարգը, դա էլ հանեցին իբրև թե կարկտա պաշտպան համակարգերի կիրառությունը չկա, նշանակում է բիզնեսի տեսանկյունով դուք լավ ծանոթ եք բիզնեսին, մարդիկ գումարներ են դնում միտեղ, որտեղից չգիտեն ինչ ակնկալիք ունեն, դա հերոսական աշխատանք։ Այո, ես համաձայն եմ, բայց եկեք մի հատ այսպես նայենք, որ ասեցի շղթան նայենք, տեսեք, ինչ ենք մենք ասում դինամիկայի, շարժընթացի մեջ նայենք երկար 15-20 տարվա կտրվածքով, որովհետև այդ տարիների ընթացքում, այսինքն այսպես ասեմ էլի, եթե ինչ որ ձևով շահութաբեր չլինի, գոնե 2, 3, 4 տարի, գյուղացին չի զբաղվի, ասենք թե չի կարա 5, 6, 7, 10 տարի ոչ մի եկամուտ չստանա, մենակ մինուս գնա ու նորից շարունակի։ Ուրեմն ինչ որ կամ մի բան պետք է փոխվի տվյալ գյուղացիական տնտեսության հետ, անձերի հետ, ովքեր ուրեմն տնտեսվարում են այդ ոլորտում, կամ ինչ որ մի ուրիշ փոփոխություն պետք է լինի։ Նշանակում է, պարոն Հարությունյան, որ ինչ որ մի եկամտաբերություն տեղ կա։ Իսկ երբ որ կա եկամտաբերություն, մենակ այդ եկամուտը չենք հաշվարկում։ Ուրեմն կան որոշակի հարաբերություններ սերմացուց ձեռք բերել, պարարտանյութ ձեռք բերել, չգիտեմ, տեխնիկա վարձակալել թե չէ, եւ հետո իրացնել։ Կարող է տարեց տարի այդ իրացման պայմանները փոխվեն։ Կարող է տարեց տարի այդ սերմացու եւ այլ ինչ որ ասեցի, դրա գները փոխվեն, բայց ի վերջո այդ շղթան գյուղացին լավ պատկերացնում է, թե ինքը եթե ինչ ծախսեր անում եւ ինչ եկամուտ է ակնկալում։ Իսկ եթե դրան էլ ավելանում է, ուրեմն պետական աջակցության համակարգը, հիմա կարող է քննարկենք, այդ ինչ աջակցությունն է, ինչ որակի է։ Այդ դեպքում ինքը մոտավորապես հասկանում է, թե ինքը ինչաներ դնում, ինչ ջանք եւ ինչ եկամուտ է ակնկալում։ Հիմա այս ուզում եմ մենք սա քննարկենք, այսինքն տարեց տարի, վերջի 10 տարվա կտրվածքով տա։ Ինքը քանի գնացել, եկել հասել է, օրինակ պետական աջակցության համակարգը ավելի վատացել է, թե ինչ որ համահուն չա դարել, թե չի դարել մարտահրավերին, էլի այսօր։ Փորձեմ թվերով ներկայացնել, որ ավելի պարզ լինի։ Հեռուստադիտողի համար։ Իր հեռուստադիտողի համար ես ասեմ ձեզ 2015-16 թվականներին պաշտոնական 3 ընդհանուր մեր վարելահողերից մշակվում էր, չեմ ասում 351,000, 329,000 եղել են այդ թվերը։ 10-20% պակասեցնում եմ հաշվի առնելով ԱՎՑ-ի եւ այլն վերլուծություններ, իրականում գոնե 300,000-ը ես հաստատ իմ մասնագիտական խնջով ասում եմ ռեալ եղել է։ Եվ օրինակ 2016 թվականին զուտ աշնանացան ցորենի ցանկերը կազմում էին 111,000 հեկտար։ Եվ մենք այդ ժամանակ ունեցել ենք բարձր բերք 30 ցենտներ եւ ավել բերք համախառնի ընդանուր բերքատվության 1 հեկտարի հաշվով եւ մենք ինքնաբավության մակարդակով ցորենի հացի գծով մոտեցել էինք 60%-ի։ Իսկ այս մի քանի տարվա ընթացքում
Մենք տարի իջեցրել են անընդհատ այդ ձեր ասած մինուսը տնտեսական առումով է թվով է մենք այս բան ունենք մի հատ խայտարակ ցուցանիշ։ Ինչ թիվ է բացարձակ։ Ուրեմն բացարձակ թվով այս տարվա 2025 թվականի հնձված տարածքներ աշտանացանցորեն իրենց իսկ հրապարակած պաշտոնական տվյալներով 47700 հեկտարի մասին է խոսքը։ Իսկ տոննայով ինչքան աստվածում։ Տոննայով 2 տոննա, էլ իրանց։ Չէ, համախառն մեզ հաստատ ինչքան ենք մենք ստացել բերք։ 2024 թվականին եղել է 120,000 տոննա։ Շատ քիչ է։ Իսկ այս տարի նախնական տվյալներով 100,000 չի հասնում։ Հա, բայց մեր միջին ցուցանիշը եղել է խորհրդային միության ժամանակ 320,000 տոննա, իսկ եղել է 400,000, 450,000 Ես տենց ամբողջական ես բերքն եմ ասում հացահատիկի։ Մենք այդքան ունեցել ենք պաշտոնական։ Մենք պաշտոնական ունեցել ենք եւ հաստատի մշակվել է։ Հիմա եթե 2024 թվականին մշակվել է, ասենք 208,000 հեկտար վարելահողերից 443,000 հեկտարից մշակվել է 208,000-ը։ Այսինքն ներկրման ծավալներն են մեծացել խայտարակ ներկրման ծավալները ու իմիջիայլոց 2024 թվականի պաշտոնակած հրապարակած թվերով ինքնաբավության մակարդակը 22.8%, բայց արհեստական թվեր կա այնտեղ։ Հա, հասկանում եմ։ Ներկրումը իսկ բանի գծով 2025 թվականին ունենք ավելի խայտարակ ցուցանիշ, որ ցանվել է 196,360 հեկտար։ Նման ցածր ցուցանիշ չենք ունեցել։ Եվ այդ ցուցանիշն էլ նաև պակաս լինելուց պատկերացնում ենք ջրի կառավարման խնդիրներն է շատ լուրջ, ցանկերը պակասում են, մշակովի տարածքները պակասում են, այգիներն են շարքից դուրս եկել, բայց ջրի ծախսը որտեղից ավելանում է։ Չկա այդ վերլուծությունը, հաշվետվությունը։ Տեսեք, տնտեսական մենք արդյունավետության կարող է ջրի ծախսը նախկինում չէր արձանագրվում ամբողջությամբ, հիմա մի քիչ այդ ծախսը ավելի թափանցիկ է դարել, դրա ընդհակառակը։ Հա։ Եվ այդ ամեն ինչը տեսեք ավելանում է, ուրեմն ինչ։ Տեսեք, գյուղացու մոտ այսօր տարեցտարի վիճակը ծանրացել է, որովհետև եթե մշակել է կարկուտ է եղել, հատուցում չի ստացել, բերքը կորցել է, ինքը սկզբունքորեն ուզում է իր հողը մշակել։ Հələ սոցիալ-տնտեսականը մյուս կողմ կապվածություն կա հողի հետ։ Փորձել է հաջորդ տարի վարկ վերցնել։ Հասկանալի։ Այդ վարկը չի կարողացել։ Այդ տարել իրացումը ինքնարժեքի ցածր է եղել։ Ինչքան մենք խոսենք, մենք անընդհատ դրա համար այսօր անընդհատ որ ասում ենք անհրաժեշտ են երկարատև պայմանագրեր, ծրագրեր պետության կողմից աջակցության լուրջ ծրագրեր, ոչ թե էպիզոդային, որ մարդն իմանա իր արտադրած բերք ու բարիկը որտեղ իրացնի։ Շատ բարի։ Պարոն Հարությունյան, հիմա ելնելով այդ ամեն ինչից, իհարկե դա տարբեր խորքային պատճառներ ունի, ինչ որ մենք ասում ենք, այսինքն մենք պետք է հասկանանք, որ ցանկացած բիզնես, այդ թվում գյուղացիական տնտեսությունը, որը ամենաանպաշտպաններից մեկն է, ելնելով ստեղծված պայմաններից, անպաշտպան է եղել, տենց եղել է նաև, նշանակում է, որ պետությունը, իշխանությունը պետք է ավելի շատ հոգ տանի դրա մասին եւ այսպես դրական սպասումներ առաջացնի, որ մի վհատվեք, անպայման լինելու է եկամուտներ, անպայման այսպես է լինելու եւ այդ առումով կարծում եմ ես ոչ միայն դա Որտեւ գիտեք ինչ կա, այդ պետական աջակցության ծրագրերը մի կողմից կարող է հասանելի չեն բոլորի համար, մյուս կողմից Հայաստանը փոքր երկիր է, տարբեր խոսակցությունների մակարդակով են ձևավորվում արտադրահարաբերությունները, այսպես անենք, այնպես անենք, բայց լայն առումով եթե երկրում լինի ընդհանուր հաշտության մթնոլորտ, ընդհանուր փոխադարձ աջակցության մթնոլորտ, որ այսպես առանց ասելու խոշորները, միջինները եւ փոքրերը միմյանց ձեռք մեկնեն, պաշտպանեն, այլ ոչ թե սպասենք թե բերքը ուրեմն փչանալու եզրին ամենաէժան գնով իրացնեն։ Ես օրինակ եմ ասում, այս առումով ես ուզում եմ նաեւ, քանի որ դուք միշտ հետևում եք մամուլի մեսիջներին, ուրեմն ուղերձներին, ուզում եմ ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը ուրեմն մի 2 օր առաջ ուղերձ ցղեց, գիտեք, որ ինքը հայտարարել է, որ հանդես է գալիս առաջարկ Հայաստանին ծրագրով։
եւ այդ առաջարկ Հայաստանի ծրագիրը շատ ինքը հետարքիր այսպես ձևակերպում տվեց, որ այնպեսի մի պայման է ստեղծում, որ բոլորը կլինեն դրանք քաղաքական գործիչներ, մասնագետներ, քաղաքացիներ, կարևոր չի որ ոլորտից, ուրեմն պայման է ստեղծվում, որ բոլորը կարող են գնալ եւ ուրեմն այդ ծրագրին մասնակից դառնալ։ Հիմա կարանք պատկերացնենք, թե ինչ մեծ ծավալի խոսք կլինի այդպես առաջարկների եւ ինքը որպես այսպես նախաբան պրեամբուլ է 3 հիմնական հարցադրում արեց։ Առաջինը, որ մենք ասում ենք երկրում պետք է լինի հաշտության եւ հաշտեցման մթնոլորտ, այսինքն ներքին ճշտամանքը, վիրավորանքները, ցեղ շպրտելը, տարբեր բաներ, հակառակը պետք է անես լինի, որ մարդիկ վստահ լինեն, որ մենք այս երկրում ոտքի վրա ենք եւ իրար օգնում ենք, սա մեկ։ Երկրորդը, որ անպայման իրավական դաշտի մասով օրենքներ կան, կարգավորումներ կան, որոնք որ այսպես մարդկանց վնասներ են տալի, ուղղակի ես պետք է ասեմ, այսինքն կարող է չգիտակցված ա եղել, կարող է դա պոպուլիստական ա եղել, կարող է տարբեր երկրներում կիրառվել ա, հիմա այդ օրենքների մեկը երկուսը կարող եմ ասել, ուրեմն որոնք որ ստեղծում են լարվածություն անհարկի, եւ երրորդը իհարկե արդեն խոսքը գնում է նրա մասին, որ անվտանգային համակարգ, խոշոր տնտեսական ծրագրեր, ներդրումների ներգրավումներ, այսինքն այս 3 մեսիջը ինքը տվել է եւ ասում է եկեք դրանից հետո ազատ դաշտա, ազատ հարթակա, ով ուզում է իր ծրագրերը ներկայացնի եւ ինքը հետագայում արդեն կգնա 2026 թվականի ուրեմն ընտրություններին այդ առաջարկ Հայաստանի ծրագրով, որը կլինի բոլորի ծրագիրը։ Այսինքն ինչքան շատ մարդ մասնակցի այդ ծրագրի մշակմանը, մեկ-մեկ մենք ասում ենք, չէ՞ որ դե բոլորի ծրագրերը նույնն են, չգիտեմ ինչ են, ասենք ով է ծրագիր կարդում բան, բայց եթե մարդը մասնակից է դառնում այդ ծրագրերի մշակմանը, առաջարկներ եւ իր առաջարկը տեղ է գտնում, ինքը դառնում է մասնիկ այդ ընդհանուր ես դրա համար խնդրեմ ձեր ուրեմն շատ կարևոր է ձեր կարծիքը, թե ինչ կարծիք ունեք այս ամեն ինչի մասին։ Տեսեք, ես փորձեմ պարզից գալ դեպի բարտը։ Եվ ես առաջ անցնելով ներողություն ասեմ, որ համոզված եմ, որ հենց գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի մշակմանը դուք անպայման մասնակից եք լինելու։ Շնորհակալություն։ Տեսեք, խնդիրը ոնց է։ Պարզից սկսեմ։ Ձեր ասած մեսիջները Գագիկ Ծառուկյանը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեծ գերդաստան ունեցող մարդ, երկրի մասին մտածող մարդ, ճիշտ մտքեր է արտահայտել, որ անհրաժեշտ է դա երկրի կոնսոլիդացիան, ձեր ասած հաշտությունը, բայց երբ որ մենք գնում ենք արդեն տնտեսական վերլուծության անվտանգային խնդիրներին, դե որպես ինքն ընդունենք բիզնեսմեն կամ քաղաքական գործիչ, ինքը քաղաքական հայտարարություններն արել է, բայց տնտեսագետները, վերլուծաբանները, մնացած նեղ մասնագետները ոլորտային ընդունելով այդ մեսիջը, իրանք պետքա ճիշտ վերլուծություն անեն գետնի վրա, ինչ կա այս պահին եւ ինչի հետևանք կա դա, ու այդ վերլուծության ճիշտ վերլուծության դիագնոզը ճիշտ տալուց հետո, երբ որ դիագնոզը ընդունվի բոլորի կողմից, որ սխալ քաղաքականության հետևանք է, ինչ անել, որ չկրկնվի ու արդեն ըստ քայլերի գնան ձեր ասած զարգացումը։ Իշքան ուզում է մենք գրենք թղթի վրա ընդհանուր իրատեսական ծրագրեր, միևնույն է մարդը հողի մշակը, որը աշխատում է դառը դատում դատարկ նստում է, ինքը միևնույն է այդ սկզբնական կոնսոլիդացիան ընդունելով վերջում էլի ձեռքը թափահարելու է, երբ որ գրբանը դատարկ եղավ, բանկի պարտքը մեծ եղավ։ Համաձայն եմ։ Վերլուծությունը պետքա ճիշտ արվի մասնագիտական մոտեցում։ Նեղ մասնագետները պոպուլիզմով չպետք է զբաղվեն։ Իրանք սառը ազնվորեն ճիշտը պետք է գնահատեն, դառը ճշմարտությունը քաղցր ստից լավ է, որպեսզի չկրկնվի։ Դրա համար անհրաժեշտ է օրենսդրական բարեփոխումներ, այսինքն լինի ծրագիր իրավիճակային այս վիճակի առնահոսությունը կանգնացնող, առնահոսությունը չագերտներով, վերականգնող ու զարգացող։ Շատ բարի, պարոն Հարությունյան, ասեմ, որ առաջիկայում նաև պարոն Ծառուկյանը, ինչպես իր ուղերձում ասել է, նաև պատրաստակամություն է հայտնել հենց հանդիպի մասնագիտական հանդրույթի տարբեր ներկայացուցիչների հետ։ Մենք էլ առիթ կունենանք կհանդիպենք խմբով մեր մասնագետների, տնտեսագետների, ոլորտային մասնագետների հետ միասին
Այստեղ ես մի քիչ ավելի առաջ նայելով, ուզում եմ մի փոքր մի քանի փակագծեր բացեմ, ձեզ հետ միասին, ասեմ, որ այստեղ ես երկու կարևոր այսպես դրվագ եմ ուզում արձանագրեմ։ Մեկը դա այն է, որ ինչ որ դուք ասացիք, ես համաձայն եմ, որ պետք է հողի վրա, գետնի վրա նայել, նաև ապագան կանխատեսել գյուղացու համար, թե ռեալ ինքը ինչ վիճակում է հայտնվելու։ Չնայած այն բանի, որ ամեն մեկը իր որակի, իր տաղանդից է կախված թե ինչ ալնելու, որովհետև այսպես համատարած կոմունիստական բան չկա։ Եվ ասինքն դրա համար ես կարծում եմ պետք է լինել նաև մարզերում եւս, որովհետև կարող է Հայաստանը այնպիսի երկիր է, որ վերջին 1-2 տարում, 2 տարի ուրիշ Հայաստան էր, մի տարի առաջ ուրիշ բան է, հիմա ուրիշ է, մի տարի հետո կարող է ուրիշ։ Պետք է ռեալ գնալ տեսնել համայնքում, գյուղում, դաշտում, ինչա կատարում, դուք շատ եք լինում։ Այս մեկ, եւ երկրորդ, կարծում եմ, որ այն բազմահազար առաջարկները, որ ենթադրվում է, որ պետք է լինի, կարծում եմ շատ ակտիվ արձագանք կլինի, որ այդ առաջարկները կներկայացնեն, կարծում եմ, որ այդ առաջարկները պետք է ստրուկտուրիզացված ուրեմն պատուհաններ լինի, որ կընդունեն։ Խոսքը գնում է այն հարթակում աշխատող ապագա մարդկանց մասին, ովքեր ասենք մասնագիտական առաջարկ չբերեցին, այդ առաջարկները պետք է նաև նմանատիպ այլ մասնագետներ լինեն, որ ընդունեն, տեղադրեն, խմբավորեն, տեղաբաշխեն, որտեղ եթե մասնագիտական առաջարկը տալիս են, ընդունող չկա, ընդունող ես մարդ նկատի չունեմ տեխնիկական օպերատոր, այլ մասնագետ է։ Այսինքն երկրորդ հարցը կարծում եմ դա է լինելու Պարոն Հարությունյան, եւ այդ ամեն ինչը որակյալ անելու արդյունքում անպայման եթե ամեն մի առաջարկ տեղաբաշխվի, քննարկվի, այդ նմանատիպ առաջարկները խմբավորվեն, մենք կունենանք մի այնպիսի առաջարկ Հայաստանին, այնպիսի մի բանաձևում, որը ուրեմն կլինի հասկանալի, կլինի պարզ եւ կունենա ուրեմն կենսունակ կլինի։ Ամենակարևորն այն է, որ այդ ամեն ինչը լինի կենսունակ, որպեսզի Հայաստանի քաղաքացին հասկանա պարզ, որովհետև կարող է դու առաջարկներ անես, ինչ որ բաներ հասկանալի լինի, ինչ որ բաներ անհասկանալի լինի։ Շատ հասկանալի ձևով այդ ամեն ինչը պետք է ձևակերպել, կարծում եմ մենք տեղ միասին աշխատանք ունենալու ենք։ Պարոն Մելքոնյան, անելիք շատ կա, կան դերևս լավ մասնագետներ, որոնց շնորհիվ կարելի է եւ աշխատում ենք, նաեւ թիմային աշխատանքել ենք տանում վերլուծություններ, ինչ կարելի է քննարկում ենք, բայց մենք ունենք գիտական հենքի հիման վրա լուրջ մասնագիտական պակաս։ Տեսեք, եւ ես չկամ այդ սոցիալական ցանցերում, օրինակ Facebook-ում, դա իմը չի, անկեղծ եմ ասում, ոչ միայն ժամանակ է, գուցե իմ երեխաներն են ինձ մեղադրում այդ ժամանակակի, բայց ես այլ ձև եմ ստանում ինֆորմացիան եւ այլ ձև եմ փոխանցում, երբ որ հետեւում ես հանրային հեռուստատեսությանը, Facebook-ում մտածում ես, որ Շվեյցարիայում ես ապրում, բայց երբ որ բայց ես ասում Շվեյցարիայում վիճակը վատացել է։ Դե հիմա այդն է հանացել արդեն։ Հիմա երբ որ մտնում ենք իրականության մեջ, պատկերացնում ենք, տեսեք ուրախալի է, երբ որ դուք կրկնում եմ լավ ասֆալտով, որակով ճանապարհով մտնում եք գյուղ, բայց երբ որ մտնում ես քո գյուղացի բարեկամի տունը, առաջվա նման չի կարում տնական անվտանգ մածուն, ձու, լավաշ, հացի հոտ չի գալիս գյուղից, պատկերացնում եք։ Այդ ինչ դրական լավ բաներ եք հիշում, որ այն լավ բաները հիշում եք, որ դերևս կան տնտեսություններ շատ քիչ մատերի վրա հաշվելով, որ կարելի է այդ համոհոտը ստանալ, այ իրանց ընդգրկելով թիմային աշխատանքի մեջ, այսօր դուք չեք պատկերացնում, պարոն, մենք գյուղերում ունենք այնպիսի խելոք հողի մշակներ, գյուղաբնակ ֆերմերներ, որոնք ճիշտ է չունեն համապատասխան կրթություն մասնագիտական, բայց իրենք չարչարանքի, այո, տարիների փորձի հետաքրքիր բաներ ունեն, ու երբ որ դուք դրանց մի փոքր էլ տակ գիտական միս ու արյուն, կստանա բավականին լուրջ բան։ Եվ տեսեք, մի երկու օր առաջ մի տեղ եմ ասել, հիմա կրկնեմ, որովհետև լսանը ինձ թվում է կարող է տարբերել լինի, թող հասկանան ինչի մասին է խոսքը։ Օրինակ, երբ որ ես ասում եմ գիտականը, ոչ թե ուղղակի ասում եմ ասելու համար, զուտ ֆիզիկական մասնագետը անհրաժեշտ է։ Մենք այսօր չունենք անասնաբուժներ, չունենք անասնաբուծներ, նորի մասին է խոսքը։ Հնանում է, ծերանում է մասնագիտությունը։ Չկա խոստացածներից ոչ մի բան չի արվել։ Բույսերի պաշտպան, մելորատորներ չունենք, ագրոնոմներ չունենք, դա լուրջ խնդիր է։
Եվ սրանից բացի մենք նաև չունենք կոպիտ ասեմ մի խելոք տեղ օջախ, որը դառնա դարբնոց այդ մտքերի հավաքագրման դարձնի մեթոդական ցուցումներ, շատ լավ եք գիտական հենքի վրա հիմնավորված փորձից, գյուղացու զրույցից, իր մոտ գրանցած արդյունքներից, փորձարկած այլ գիտահետազոտական հիմնարկներում չկա, ես բաներ եմ ասում, չկա, որ այդ ամեն ինչը տրվեր թղթին, գնար հաստատվեր մասնագիտականով, գերատեսչականով, որպես լավագույն օրինակ գնար մտներ տնտեսություններ։ Պարոն Հարությունյան, նախկինում գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ ա եղել, տարբեր ինստիտուտներ, ագրարային համալսարանում այսօր կարծեմ շատ քիչ ուսանողներ են ընդունվում։ Այսինքն մի ձևի ոնց որ այդ ոլորտի մասնագետների այսպես հեռանկարը խաթարվել է, այսինքն չեն ուզում, էլի, հո զորով չի, այնտեղ չեն ուզում։ Միգուցե դա հենց այն պայմաններից է, որ ասեցի, որ գրավիչ չի։ Հիմա եկեք ես մի երկու, քանի որ մասնագիտական քննարկում ենք անում, չենք կարող թվերից։ Տեսեք, նախկինում գյուղատնտեսության տեսակարար կշիռը Հայաստանի համախառն ներքին արդյունքում 18-20%-ից պակաս չէր ելնում։ Արդյունաբերությունը ավելի շատ։ Այսօր կարծեմ 10 թե 9 թե 10% է գյուղատնտեսության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում 14-15% արդյունաբերություն, 6-7% շինարարություն, մնացածը առևտուր եւ ծառայություններ, հա։ Հիմա ինչի համար եմ ասում, տեսեք, օրինակ եվրոպական զարգացած երկրներում, Միացյալ Նահանգներում գյուղատնտեսության ոլորտում աշխատում են աշխատունակ բնակչության 2-3%-ը, լավ 3.5%-ը։ Մեր մոտ կարծեմ 300,000 մարդ է ներգրաված ագրարային ոլորտում, մի քիչ ավել, մի քիչ պակաս, իրականում դա եղել է 360-70,000, իջել է մի 100,000-ով կամ 80,000-ով եւ այսպեսի մի մասնագիտական թիվ կա, դուք լավ գիտեք, եթե վերցնեմ այդ 10%-ը համախառն ներքին արդյունքի, մեր համախառն ներքին արդյունքը, եթե չեմ սխալվում, պետք է լինի մոտ 10 տրիլիոն դրամի կարգի, կամ պայմանական ասած 21-22 ուրեմն միլիարդ դոլար։ Հիմա եթե դրա 10%-ը անում է, ընդունենք 2 միլիարդ վերցնեմ։ Այդ 2 միլիարդը բաժանենք այդ 300,000 գյուղի ոլորտում աշխատողների վրա, այնքան չնչին թիվ կստանանք տարեկան կտրվածքով։ Իսկ ամսվա կտրվածքով կարող է ստանանք 200-300 դոլար։ Սա կոչվում է, դուք շատ լավ գիտեք, աշխատանքի արտադրողականություն։ Սա այս պայմաններում, այդ ցուցանիշի պայմաններում մի քանի 100 դոլար ամսական գյուղում արտադրվող, ինչն է հաշվառվում, ինչը չի հաշվառվում, էական չի։ Այնքան քիչ է այդ ամեն ինչը, որ այս պայմաններում դա չեն կարող այդ ձեր ասած լավ ավանդույթները եւ որակյալ ծառայություններն ու միջավայրը այդ փոքր թվի շրջանակում, ես բարձ եմ ասում, աշխատանքի այնքան ցածրը չի կարա, պետքա մինիմալ մի պայման լինի, պետքա այնտեղ լինի մի քանի հազար դոլար ամսական աշխատանքի արտադրողականություն, գոնե որ այդ ձեր ասած բանի նշույլները այնտեղ երևան, պարոն Հարությունյան։ Տնտեսագիտական առումով ձեր մոտեցումը պրոֆեսորական է, ճիշտ է, գնահատելի է, բայց երբ որ մասնագիտական տեսանկյունից մենք մոտենանք, եկեք հասկանանք այդ ձեր ասած տոկոսի մեջ, բա որակական ցուցանիշի ինչա կազմում։ Եվ դուք թիվը տեսնում եք զուտ թիվ 14%, 15% կամ 1 միլիարդ, 1 տրիլիոն, բայց երբ որ դուք դրա խորանում եք դարակներով կառուցվածքը որակական ինչ կա դրա տակ, դա չի համապատասխանում իրականությանը։ Հիմա տեսեք ինչն է խնդիրը։ Օրինակը էլի գետնի վրա բերենք։ Խաղողի բերքավակի Երուսերնա եւ գյուղատնտեսության մեջ ամենածախսատար աշխատատար ճյուղն է եւ պատասխանատու դեպ կոնյակ, գինի, հայկական։ Հիմա երբ որ մենք հաշվենք 1 հեկտար խաղողի այգու վրա արդեն բերքատուի մասին է խոսքը, հələ հիմնման կապիտալ ծախսերը թողում ենք մի կողմ, 2 միլիոն դրամից պակաս ծախս կատարող չկա։ Տվյալ տարվա։ Հա, տվյալ վեգետացիոն տարվա համար 2 միլիոն դրամը ամենանվազագույնն եմ ես ասում։ Եվ թիվ վերցնենք, որ հաշվարկի համար էլ ճիշտ լինի։ Երբ որ խաղողագործը ստանա 1 հեկտարից 20 տոննա խաղող եւ անփորձան կարողանա տեղափոխել գործարան, մթերման, ընդունենք 150 դրամ հայտարարած գնով, ստանում է համախառն իր եկամուտը 3 միլիոն դրամ։ 2 միլիոն ծախսեր հանած 1 միլիոն,
Բաժանած 1 միլիոնը 12 ամսվա Հայտարարություն է, ու բաժանեք տան ընտանիքի անդամների 80,000 բաժանի 4-ի 20,000 դրամ։ Շնորհակալություն։ Հայտարարություն է։ Բայց եւ հիմա հակառակ կողմից եկեք, Աստված մի արասե, բա որ կարկուտա տեղում, ինքը մի հատ է վարկ ունի վերցրած, այս սա է ռեալ վերլուծությունը ինչ է կատարում։ Դուք տեսաք, որ այդ թիվը ներողություն աշխատել, տիպիկ նկարագրեց, այդ չնչինուց, այդ մասշտաբի այդ վիճակը էլի։ Մենք այսօր Հայաստանը այնպիսի իրավիճակում է, մուլտիպլիկատիվ էֆեկտ, արագացուցիչ, քեյսի սկզբունք, դրանք թողեք մի կողմ ժողովուրդ, մարդը խաղ է մշակում, լավագույն դեպքում 20 տոննա, երբ որ վիճակագրական տվյալներով միջինը համարվում է 15 տոննա, իսկ երբ որ 15 տոննայի դեպքում 1 հեկտարից արդեն դուք ստանաք 133 դրամա ինքնարժեքը նստում, ազնում է 150 դրամ, 17 դրամը դե բազմապատկեք, այս դեպքում 200 քանի հազար դրամը բաժանեք 12 ամսվա ինչ խայտարակ ցուցիչ է։ Բարձր, ի վերջո ինչքան է տարեկան մթերվում, քանի տոննա խաղող։ Օրինակ անցյալ տարի ինչքան է մթերվել։ Անցյալ տարի մթերվել է 193,600 տոննա։ Ըստ իրանց հրապարակած տվյալների։ Ուրեմն ասեմ, երևի մի 10 տարի առաջ ձեր փոխնախարար աշխատելու ժամանակ մի թիվ 209,000 տոննա, հիշում եմ։ 309։ 209,000։ Եղել է 200։ Նա արտադրվել է այդքան։ Մթերումը հիշում եմ 209,000 տոննա։ Ցուցակներ կա։ Այսինքն մոտավոր դրանք ինչ որ համադրելի բաներ են, էլի, եթե տենց է։ Ներողություն, դուք հարցրեցիք, ես ասացի։ Ինչքան է մթերվել։ Չէ, 193,600 տոննան, դա արտադրվածն է։ Այդ ուրիշ բան, իսկ մթերվածն է։ Մթերվածը ինձ թվում է մի 90-ից 110,000։ Ուրեմն եթե տենց է, ես 209,000 տոննա մթերվել է, կրկնակի քիչ, որ թյուրիմացություն, բայց իջել է նման ցածր ցուցանիշ խաղողի։ Էլի պատմության մեջ մենք հիմա քանի որ դրա մասին խոսեցինք, իհարկե չենք կարող, ասինքն ես ուզում եմ այնպես հաղորդման շրջանակում չենք կարա բոլոր այսպես ծաղկերը բացահայտենք, բայց հիմա եկեք գանք սա ոնց որ արտադրողի տեսանկյունից նայեցինք, խաղողի, ծորենի մասին խոսեցինք եւ այլն։ Հիմա եկեք նայենք անընդհատ լարվածությունները առաջանում իրացման հարցի հետ կապված։ Չգիտեմ, լարսը անընդհատ բաց է, փակ է, չգիտեմ, հերթերը, հիմա այս վերջերս ասում են 500-600 ուրեմն բեռնատար կանգնած են Հայաստանից, սպայկան առանձին թեմա է եւ այլն։ Հիմա ես հիշում եմ, որ ես ինքս ազգային ժողովում եղած ժամանակ զբաղվել եմ հատուկ այդ հարցով, Լարսի անցակետում նույնիսկ մենք Վլադիկավկազի պարլամենտի շենքում Հյուսիսային Օսեթիայի մեր պետական դումայի գործընկերները եկան դե լուրջ քննարկում արեցինք, թողունակությունը մի քիչ աճեց, բայց մեկը հարցը չլուծվեց։ Ի վերջո դուք ո՞նց եք տեսնում այդ Լարսի թնջուկը, այսպես ասած։ Մենք տեղ լուծում ունենք, թե չունենք։ Մի կողմից հայ լաստանավ առնենք, իրագործենք, հայ շահութաբեր չի, մյուս կողմից այնտեղ անընդհատ ձմեռը սենց, բեռնատարների հերթի տակ, չգիտեմ, ուզում են մեզ ինչ-որ բան ցույց տան, դեղին քարտ, որ խելոք մնացեք, կթողենք, հիմա չենք թողի, որ անցնի։ Ինչ է կատարվում, լավ, դուք ինչ գնահատական եք տալու։ Ուզում եմ մի պարզ օրինակ բերեմ։ Նոր գնանք հասնենք դեպի Լարս, դուք մտնում եք լսարան, ներողություն, որ օրինակ այդ ձև հարգարժան պրոֆեսոր եք, մտնում եք լսարան։ Լինում են ուսանողներ ոչ միայն ոտքի չեն կանգնում, հələ դա մի կողմ։ Մի հատ էլ ոչ ձեզ համար հաճելի ռեպլիկներ են բաց թողնում, երբեմն դուք ընդունենք չարձագանք եք։ Ու դուք այդ ուսանողը պատկերացնում է, երբ որ գաստուգար քննություն հանձնելու, ինչ պետք է ստանա ինքը։ Առաջինը դուք ձեր արժանապատվությունը հարգելով, ձեր անցած ուղին հարգելով, պետք է համարժեք արդեն պատասխանը տաք, հետո նոր ասնենք առարկայականին, զուտ գիտելիքների ստուգմանը։ Ինչի ես ասեցի, երբ որ մեկը անընդհատ կշտամբում է, ավել պակաս խոսում է, անհիմն ներկայացնում է, վիրավորում է, այլ տեղերի խնդիր է փորձում ԵՄ, գամ կոնկրետացնեմ։ Իսկ այն մյուս կողմն էլ ասում է, ընկեր, չեմ հասկանում, ես քեզ օգնում եմ, ինչ իմ հնարավորություններից սամ, գուցե դա մեր համար բավարար չի, բան չունեմ ասելու, բայց սա է, ու դուք այդ ամեն ինչը թերագնահատելուց բացի քիչ է մի հատ էլ կշտամբանք, նշանակում է այսօր
իրանք ոչ թե դեղին քարտ են ցույց տվել արդեն, լավ էլ կարմիր է։ Մեքենաների տեղաշարժ չկա, շատ թույլ է, ինչ են արել, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին են հղում անում, ասում են դրան համապատասխան ձեր արտահանած ապրանքը չի համապատասխանում։ Այդ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը նոր չի որ։ Որոշ փոփոխություն են արել, ուղղակի այն ժամանակ աչքերը փակացել, հիմա բացել են, խառնվել ենք իրար եւ ներկրումնա խայտարակ վիճակ, նույնիսկ ցորենի գծով, շատ առաջի կիսամյակում ներկրվել է ընդամենը 134,000 տոննա ցորեն։ Շատ քիչ է։ Շատ քիչ է։ Բայց կարծեմ ցորենի ակտիվ սեզոնը չէ, օգոստոսի 10-15-ից մինչև հոկտեմբերի սկիզբ։ Այդ բերքի հետ կապված որ։ Միևնույնն է Լարսի փակ լինելու ծանրաբեռնվածության, նաև բնակլիմայական պայմաններից ելնելով, թողունակությունից ելնելով, միևնույնն է արդեն մենք տարվա վերջում ունենալու ենք խնդիր պաուստային ցորենի մասին պարենային անվտանգության առումով։ Իսկ այդ զուտ ընդամենը քաղաքական բերեցիկ մի թեթ է, որ չի կարելի այդ ձև հացազուտ ցորենի մասով, ոչ թե հացահատիկային կուլտուրաների կամ ֆուրաժային գերի, կարծեմ պետք է լինի միջև 600-650,000 տոննա հացի մասին եմ ասում, եթե չեմ սխալվում, ընդհանուր 1.1-2 միլիոն տոննա պետք է լինի հացահատիկայինը, ֆուրաժայինն էլ հետը։ Եթե մենք առաջի կիսամյակում 134,000 ենք ընդամենը ներկրել, հաշվի առնելով այն թվերը, որ մենք ասեցինք տեղական ցորենի արտադրության, Արցախը չկա, որ ընդեղից 120,000 տոննա, 100,000 տոննա էլ ընդեղից, այսինքն այս պարագայում բավականին սահմանափակ վիճակ է առաջանում, ներկրումը պետք է մեծանա։ Ներկրումը պետք է ավելացնենք մենք։ Լարված վիճակ է այդ առումով, տեխնիկական առումով, եւ ես ժամանակ առ ժամանակ իմ պարտքն եմ համարել հիշեցնել, որ մարդիկ հասկանան, գուցե որոշ մարդիկ ընդհանրապես տեղյակ չեն, ինչի մասին է խոսքը, մենք կանչեն իրանց այդ նեղ շրջապատում հասկանան, այս ինչ է կատարվում։ Ելեմ կրկնում, դա ընդամենը պաշտոնական թվերն են իրանց հրապարակած, ես մեկնաբան օպերատիվն ավելի վատ է։ Ինչա՞ վատ, որտեղ 2024 թվականին ձեր ասած գրած է ցորեն Պարենի համար հանրապետություն ներկրվել է հացը 316,000 տոննա, 42,000 տոննա էր ալյուրա ներկրվել։ Անցած տարի։ Տեսեք այդ ցուցանիշը։ Մենք այդքան էլ արտադրել ենք, երևի։ Չէ, անցած տարի որտե՞ց, անցած տարի արտադրել ենք 120,000 տոննա։ Այն էլ անասնակերն էլ մեջ է, որից 88,000 տոննան գնացել է անասնակերի։ Ո՞նց է այդ բավարարել պահանջը։ Այդ ձեր ասած։ Դե տեսեք, ինչա նաև հացի օրական 400 գրամ չի։ 387 գրամից մեկ շնչի հաշվով օրականը իջել է 366 գրամ։ 2024 տեսեք թվում է թե 20 գրամ, բայց ինքը լուրջ թիվ է արդեն։ Զամբյուղի խնդիր ունենք մենք, ես չեմ ուզում ավելի բնակչության թվականակի մասին էլ չխոսենք, տեղում երևի այդ գյուղական թոնիրները, որ թխում են տեղ ինչ որ բան կա, որ տեղում Էդ էլ մի հատ պետք է հանվի էլի ի վերջո։ Այսօր գյուղերում շատ հազվագույն ընտանիքներ կան, որ թոներից ծուխ է դուրս գալիս։ Լավաշ թխելը դարել է մի հատուկ կարողակարգ։ Դե այն էլ որ դուք ասեցիք այդ համու հոտը, այդ պանիրը, բանը հյուրասիրությունը, այդ ռիտուալն, այդ բանն էլ էլի արդեն ոնց որ ցավոք սրտի։ Այ այդտեղից է։ Այսինքն գյուղը կորցնում է նաև իր գյուղի տիպիկ իր այն բաների նմանվող ոնց որ ատրիբուտներ է էլի։ Ես իմ մոտեցումն ունեմ։ Ասում եմ, ինչից է սկսվում հայրենիքը։ Ոչ ավել, ոչ պակաս իմ սեփական կարծիքն հայրենիքը սկսվում է մանկան օրորոցից։ Այսինքն օջախից, ընտանիքից, ամրությունը, մշակույթը, տառը, բառը, հացը, այդ ամեն ինչը դա հազարամյակներով եկել է դարեր է գնալ։ Շատ բարի, պարոն Հարությունյան, կարևոր քննարկում ենք անում, եկեք մի հատ հետ գանք դեպի մեր գյուղաբնակ համակարգացիներին։ Ես ասացի, որ իմ դիտարկումները ցույց են տալիս, որ այո, դպրոցներում աշակերտների թվականակը իջնում է կտրուկ գյուղական դպրոցներում, չնայած դպրոցներ են կառուցվում,
ծերանում են, գյուղում ավելի շատ ծերերն են մնում, մի մասը գնում արտագնա աշխատանքի, հետո կամաց միգուցե, չգիտեմ, արտագաղթում են եւ այլն, այսինքն այսօր նաեւ դուք տեսնում եք, թե ինչ է նշանակում այդ վիզա ստանալու գործընթացը, անդադ ընկած, այ վիզա դիմել ենք ստանանք եւ այլն։ Լավ, այս ամեն ինչը հասկանալի է։ Ի վերջո, այսենց որ նայում ենք, որտեվ գյուղը ինքը առանձնացած չի երկրից։ Գյուղը տենց չէ, գյուղն էլ երկրի մի մասն է։ Դուք լուծումը ոնց եք տեսնում, ինչ քայլեր կանեիք, որպեսզի մի քանի կարևոր քայլեր, որպեսզի մենք եւ երկրում ուրեմն առողջացնենք վիճակը եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ այդ հոգատարությունը ոնց անենք, որ ի վերջո մի հատ բեկում մտնի այդ իրավիճակը։ Դե ֆինանսական ճիշտ վերլուծություններ եւ բաշխում, որովհետեւ չի կարելի հայտարարել մեկ բան եւ չանել ոչինչ կամ հակառակը վատը։ Այսինքն յուրաքանչյուր ծրագրի մոտակա, միջին եւ հեռագա պետք է լինեն 100 անգամ փորձարկած, ստուգած, վերլուծած ճիշտ թվեր։ Ավելի լավ է չխոստանալ անել, քան ճիշտ է, խոստանալը պարտականությունը, պարտավորվածությունը դա էլ է ձգում գոտին, բայց այդ թվային առումով դու պետք է ունենաք համապատասխան բյուջե։ Այսինքն օրենսդրական դաշտը ոչ թե մեկին անընդհատ արտոնություններ տակ, ներկերման կամ արտահանման, իսկ մյուսներին անընդհատ ռիճակ, ճզմիչ, կործանող լինի, զուտ սիմպաթիայի խնդրով, դա տնտեսությունը ու երկիրը կքայքայի։ Իսկ տեսեք, որ մենք սկզբից կոնսոլիդացիայի համախմբան, բայց պետք է իրերը կոչվի իրենց անունով եւ գնահատականը էլի պետք է ճիշտ տրվի։ Մի հատ առակա դուք էլ լսած կլնեք, երբ որ մարդը արարածը կացինով օծի պոճը կտրում գցում է, օծն էլ վրեժը լուծում է, վնասում է այդ ընտանիքի երեխային մահանում է։ Ասում է ժամանակ, մարդն ու օծը գալիս են իրար հետ, մարդն ասում է օծին, դե որպես կանոն ասում է օծն ավելի խելոք է։ Ասում է արի ամեն ինչ մոռանանք, հաշտվենք, իրար հետ գնանք առաջ։ Ասում է լսի, իրար հետ մենք երկար ճանապարհ չենք կարա գնանք հաշտության։ Ես որ պահին հետ շուրեկա իմ կտրած պոճը տեսա, դու էլ երբ տեսա որ տունը երեխան չի մտնում, նորից մենք իրար հետ, այսինքն ժամանակը ինքը կփորձի ինչ-որ բան մեղմացնել, բայց այս պահին ես հասկանում եմ ազգասիրության, պետականամետության, եթե գոնե իրար հետ չմիանան, գոնե այն ակնհայտ թշնամանկը դատարեցվի։ Ճիշտ է։ Անհիմն ձևով։ Եվ ես եկեք չեմ կարող անկախ ամեն ինչից պետությունը հզոր մամլիչ մեքենա է։ Ով որ ցանկացած անան դուրս եկա պետության մամլիչ մեքենայի դեմ կտրորեն առանց բացառության, կզովես, կնահատակվես։ Շատ բարի, պարոն Հարությունյան, այսինքն այնուամենայնիվ լուծումներ կարող են լինել, մարդը չպետք է մտասևեռվի անընդհատ բացասական լիցքերով, ճիշտ է, դու պետք է ճիշտ վերլուծես, բայց այն որ մեկն էլ պետք է նաև սառնասիրտ լինես հանուն ինչ որ մի լուծման, այսինքն եթե դու մտասևեռվում ես անընդհատ գերի ես դառնում հանուն ավելի մեծ արժեքների, պետք է կարողանաս այդ բացասական բաները թեկուզ ժամանակավոր հանես քո մեջից, որպեսզի ապագա լուծումների գնաս, այսինքն ի վերջո տենց չի որ ամեն ինչ պետք է կորցնել կամ կորցված է, ի վերջո պետք է համախմբվել եւ հավատներ շրջել։ Հաճախ տարբեր քաղաքական ուժեր եւ այլն անընդհատ ասում են թե դե այս անգամ չստացեց, որովհետեւ մեր ծրագրերը չկարողացանք ճիշտ հասցնենք ժողովրդին։ Գիտեք ինչ, համ համաձայն եմ, համ համաձայն չեմ, էլի ախր այդ ճիշտ հասցնելը գիտեք ինչ կա, տարբեր դիպվածների ու հանգամանքների կույտ կա, որ այդ հանգամանքները պետք է աշխատեն կամ չեն աշխատելու, կա խարիզմայի խնդիր, կա ինչ որ համընդհանուր ընկալման խնդիր, պետք է լինեն գործիչներ, որոնք ժողովրդի լայն զանգվածների համար ընդունելի են վերջին հաշվով։ Այսօր եթե մենք նայում ենք, օրինակ ես հաղորդման սկզբից ինչ ասեցի, ասեցի հետեւյալը, մենք մի բան պետք է քննարկենք կամ մի քանի բան, որը մյուսները ամեն օր չեն քննարկում։ Որտեվ եթե սովորական քաղաքացին
Facebook-ա մտնում, չգիտեմ, TV-ա միացնում, այս ինչն ա նայում, հեռախոսն ա եւ այլն, տեսնա, այդ նույն բանը ընդունենք իշխանությունը այդ ազգիկեսն բլոգեր։ Հա, բոլորը սկսում են քննարկել, ասինքն, ախպեր դու օրակարգ թելադրի, եթե կարողանում ես։ Էլ չեմ ասում, որ պետք է ամեն մեկի ուղեղին հասցնես քո ինչ որ բաները։ Այս առումով ես կարծում եմ, որ իսկապես պետքա լուծումները լինեն մի կողմից սառնասիրտ, չպետքա տուրք տալ գերի դառնալ էմոցիաներին, միայն էմոցիաներ ա պետք, բայց միայն դրանով չես կարող ապրես, եւ երկրորդ անպայման պետք է անես լինի, որ մասնագիտական ճիշտ առաջարկը, գիտելիքի խորությունը քարել է ցակում։ Դու պետք է գնաս նենց հստակ ցույց տաս, որ այո, լուծումը ստեղ է եւ այդ անպայման պետք է վստահության, այո, արժանապատվության, հավատի խնդիր է։ Այո։ Այդ մնացածը կողքից ատրիբուտիկա է, կարելի է դրան կարգավորել։ Մարդը պետք է մեծահոգություն ունենա։ Բոլորը այդ իրանց են անթերի մարդ չկա։ Սխալներ, անսխալ մարդ չկա, բայց դու պետքա կշռես, իրար կողք դնես, ինչ է ինչի հետ։ Տեսեք, նույնիսկ դուք ասում եք ընտրությունը որպես այդպեսին մի քանի հնարավորություն պետք է լինի, որ փորձես ոչ թե վատի ու լավի մեջ չի կարելի, այդ ընտրված է, վատն ու լավ իրար չի կարելի համեմատել։ Շատ բան։ Իսկ ինչ վերաբերվում է, որ միտքը կիսած չմնա, ամենամեծ կապիտալը դա կրթությունն է։ Ամենամեծ կապիտալը, եթե մենք ճիշտ կրթական համակարգ, տեսեք, առիթ եղել է ես էլի ասել եմ, երբ որ սովետական միությունը հայրենական մեծ պատերազմից հետո ստեղծեց ատոմային ռումբը, ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզության վարչությունը հանրությունն է ստանում, թե այդ ոնց եղավ, այդքան քայքայված, այդքան կորուստ, այդքան զոհեր ու այդ հետո էլ դրան շարունակումը լուսնի վրա գնալ, ասում է տիեզեր գնալը, այդ ոնց եղավ, համասարանական կրթությունը է։ Ասում են սովետական միության կրթությունը, մանկապարտեզից մինչև եւ ինչու՞ չէ դուք էլ մոտ կանգնած եք, այսօր ոչ միայն կաղում է կրթությունը, շատ ահավոր վիճակում է, ու ես խնդրած կլինեմ այն քաղաքական գործիչները, որոնք որ քայլ կանեն, դա այդ քայլը արդեն դիտարկեն ճիշտ է, ճիշտ չէ որ ասում ես վերջին հնարավորությունն է, դա սահմանափակում է, բայց անընդհատ կրկին փորձերին էլ ճիշտ։ Շատ բարի, պարոն Հարությունյան, շնորհակալություն այս կոնստրուկտիվ բովանդակային քննարկման համար։ Սիրելի հայրենակիցներ, մեր հաղորդումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին, ինչ մենք հասկացանք, որ ասում առակս ինչ կցուցանե։ Այո, մենք քննարկեցինք այն հարցերը, որը ամենօրյա ռեժիմով անընդհատ տարբեր հարթակներում չի քննարկվում, ասենք դուք 61 նայում եք լուրերը, լրահոսը, չգիտեմ ինչը, եւ մենք մեր տաղավարում այո քննարկելու ենք նաեւ մասնագիտական հարցեր, բայց մենակ մասնագիտական հարցերով չի ստացվելու, մենք չենք կարող շրջանցել, արհեստականորեն շրջանցել, պարոն Հարությունյան, այն խնդիրները, այն մարտահրավերները, որ առօրյա մեր ուրեմն շատ հուզում է մեր հայրենակիցներին, ըստ երևույթին ինչ որ տրանսֆորմացիաների մեջ է երկիրը, ինչ որ փոփոխություններ է կատարվում, ու սկսում են քննարկել, թե ուր են գնում, ինչ էր նախորդը, ուր են գնում, կանխատեսումներ են անում, ըստ երևույթին ինչ որ սպասումներ կան ապագայի նկատմամբ, աստվածտա, որ այս սպասումները լինեն դրական, հիմա ամեն մեկը իր մտքում ինչ որ բան է մտածում, ինչ սպասում, երբ կլինի, ոնց կլինի նենց ոնց որ ժողովուրդն է ուզում, մենք մեր ժողովրդին լավ ենք ճանաչում, ժողովրդից պետք չի պահանջել բաներ, որ այսպես ասած իր ուժը չի պատի կամ ինչ որ իր հակով չի, պետք է անել իրատեսական, ռեալ, ծանրակշիռ եւ ամեն ինչ լավ կլինի։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։